Հիշում եք, որ ասում էի Տոկիո Գուլից մենք համարյա ամբողջ հավաքածուն հավաքել ենք։ Ես իրականում մոռացել էի մի ֆիգուրի մասին, որը չկա էս ետնամասում, ու ինքը ինչքանով որ ես եմ հիշում, special է արտադրվել, հատուկ է արտադրվել ընդհանուր կոլեկցիային +1։ Այդ էս ֆիգուրն է, էլի Տոկիո Գուլ անիմեից է, հիշենք անիմեն, որը շատ էր արնոտ կադրերով, մարմին տարբեր տեսարաններով ու նախատեսված չէր բոլորի համար։ Ես դեռ մնում եմ նույն կարծիքին ու խորհուրդ չեմ տալիս բոլորը դիտեն այս անիմեն, որովհետև թույլ նյարդեր ունեցող մարդկանց համար ինքը կարող բավականին տհաճ լինի։ Կա մի թյուր կարծիք, որ Տոկիո Գուլ անիմեն նախատեսված է ավելի ժենսկի աուդիտորիայի համար։ Ես իհարկե չգիտեմ ինչի է դա պայմանավորված, բայց իմ ճանաչած տղամարդկանցից տղաներից շատ քչերն են, որ այս անիմեի հանդեպ вообще սիմպաթիա ունեն։ Իսկ կանայք մեծամասամբ աղջիկները շատ են հավանում այս անիմեն։ Խորհուրդ կտամ դիտեն այն մարդիկ, ովքեր արդեն տեղյակ են ինքը ինչ է իրենց ներկայացնում ու արդեն որոշակի առումով հավանել են այն, ինչ իրենց սպասվում է։ Եթե լինելու է անսպասելի, միգուցե պետք չի։ Ամեն դեպքում Տոկիո Գուլից իմ արդեն 4-րդ ֆիգուրկան է, ես սպասում եմ եւս մի ֆիգուրի ու արդեն կամբողջացնենք հավաքածուն։